կա ինչ որ աշխարհաքաղաքական նախասիրություններ, դրանց վրա հիմնված հույսեր, անհասկանալի հույսեր, եւ այդ հույսերի շուրջ արճակատում ինչ որ, հա, բայց գաղափարական արժեքային որևէ տարբերություն գործող իշխանության եւ ընդդիմության մեջ չկա։ Եվ ոչ միայն գաղափարական, այլ առհասարակ արժեբանական մոտեցումներն էլ ես ոչ մի տարբերություն գործող իշխանության կողմից օլիգարխիկ համակարգի քայլ առ քայլ ձևավորման մեջ եւ նախկինների ձևավորած օլիգարխիկ համակարգի մեջ չեմ տեսնում։ Այսինքն տենդենսը, որ այսօր կա, մեզ եթե այլընտրանքային գաղափարական նոր քաղաքական միավորներ, նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական դեմքեր չլինեն, այս եղածով մենք գնալու ենք էլի օլիգարխիկ համակարգ ձևավորենք։ Հիմա կարող ասեք, դե հեսա, տեսեք Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր ընդդիմություն է պետք։ Հա, դու ասածը մարսում եմ առայժմ, տեսնում։ Ասում եմ, մեզ հին իշխանությունները պետք չեն եւ այլն, կներեք, բայց այդ հին իշխանությունների փոխարեն եթե գալու են այլ հին իշխանություններ, չեմ ուզում անուններ տալ, որտեվ խնդիրը անուններից չի կախված, բայց գործող դաշտում բոլորը հին են, հասկանում ենք, չէ՞։